Մի անգամ չլսեցինք, ասենք Քոչյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Փոխարենը ինչքան ուզես լսեցինք Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Գյումրիում եռում է LGBT սկանդալ։ Դարի գործ է, որ $590,000 էին գողացել, բացահայտվեց։ Սերկով փակել է դեմքը։ Ինչու է նախկին վարչապետ ազգային ժողովի նախագահ Աբրահամյանի որդուն պատկանող առանձնատան գործը քննվում 3 տարի ու առանց արդյունք։ Հիմա շատ ուժեղ սպոյլեր կանեմ, եթե ասեմ, որ մի չի բացվել։ Դե բարև ձեզ սիրելի YouTube-հայություն, Arm Comedy-ն պաճ-պչում է բոլորի։ Տեղավորվեք էկրանների առաջ, դրեք ուտելու, խմելու բան, որովհետև մենք պատրաստվում ենք բամբլահան անել լուրերը։ Բամբլահանմանը աջակցելու համար ստեղծվել է Patreon-ը, որի միջոցով դուք կարող եք կանգնել մեր մեջքին ամսական ընդամենը մի հատ կապուչինոյի արժեքի չափով։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը զգուշացնում է, որ այն տակի տարածքը կոմերցիոն վերջանում է, զանգ եկեք նայեք։ Դավիթ անհաղթ 25-ով շենք արդեն ավարտվում է, ինչը նշանակում է, որ ձեր բիզնեսի մասնաճյուղը կամ գուցե գլխամասը կարա լինի հենց այնտեղ, հենց որ շտապեք։ Եվ այսպես Domus-ն ունի նոր, նմանը չունեցող, շատ հարմար, հավեսով կայք, որով կարող եք անել ձեր բոլոր on-line գնումները։ Ու հիմա բռնվեք, մենք ձեզ տալիս ենք պրոմո կոդերի պրոմո կոդը, արքայական պրոմո կոդ ենք տալիս։ Գնում եք Domus-M կայք, կատարում եք գնումներ և մինչև 50,000 դրամ գնումներ կատարելու դեպքում 5% զեղչ, 50-ից 100,000 դրամ 7% զեղչ, 100,000 դրամից ավել գնումներ կատարելու դեպքում 10% զեղչ։ Հա, պրոմո կոդը գործում է միայն on-line գնումների դեպքում ու մինչև հունիսի 15-ը։ Պրոմո կոդը չասեցինք։ Իհարկե Arm Comedy պրոմո կոդ ու ասեմ, որ քանակը սահմանափակ է, ընդամենը 100 պրոմո կոդ կան, հենց որ շտապեք domus.am։ Սերգեյ մոտներս չեպե է, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է, մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսիմ ինչ գույն է։ Բայց մաղարիչըt արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչըt արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Domus, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Domus-ի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Domus-ում ամեն ինչ կա։ Եվ այսպես նիկոլական քաղաքացիական պայմանագիրը շարունակում իրեն շատ լավը զգալ, որովհետև քաղաքական պայքարը տեղափոխվել է Սերժ Քոչարյան դաշտ։ Հիշեցնենք, որ Սարգսյանը հակադարձել էր Քոչարյանին, որը հակադարձել է Սարգսյանին, որտեղ Սարգսյանը Քոչարյանին ու տենց մի 10 անգամ արդեն։ Կարող էր թվալ ոչ մեզ չէ, բայց միամիտ դիտողին կարող էր թվալ դե սրանով էլ կավարտվի, բայց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը մտավ եթեր։ Բազմաթիվ հարցերով նախագահ Քոչյանը պարզապես քննադատել է տեղ շատ տեղ առաջարկելով իր լուծումները։ Գիտեք զարմանալին որն է, մի անգամ չլսեցինք, ասենք Քոչյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Փոխարենը ինչքան ուզես լսեցինք Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Okay, դի մի անգամ ենք լսել, մի անգամ։ Դա էլ է շատ։ Ինչևէ, impeachment-ը ոչ մի դա չի լինելու։ Impeachment-ը դա ընտրություն է մարդկանց փոքր կազմի մեջ, որտեղ որոշիչ դեր ունեն ԿՊԱ-կանները։ Որպես քաղաքական մեծամասնություն։ Այսինքն ընտրությունը, որտեղ ԿՊԱ-կանները իրենց խոսքերով ասած ուսապարկները
որոշող են, ավելի հավանական է, քան ընտրություն, որտեղ Հայաստանի քաղաքացիները, որոնք իրոք արդեն ատելությամբ են լցված այս իշխանությունների նկատմամբ։ Հա, բայց impeachment-ամետները ասում են, որ դուք միացեք, մենք կքերենք ԿՊ-ից մարդիկ կբերենք։ Դա չկա այդ վստահությունը, վերջ։ Վերջ կլիներ, եթե մենակ մենք տեսած լինենք այս հարցազրույցը։ Ողջույն, Ռոբերտ Քոչյանի գրասենյակի ղեկավարը էլի գնացել է TV 5-ի տաղավար եւ Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի մասին փորձել հերթական ստերի դոզան սփռել։ Հա, չէ, էլի տեսնող ա եղել։ Իսկ կարող է տենց թեթև մի հատ ինչ-որ լայվա ու վերջ առանց խորացնելու, առանց էտել խորը ներընդդիմադիր սրաչը։ Իսկ միգուցե դուք 2018-ին լրիվ այլ կերպ էիք պլանավորել, ասենք օրինակ մերժեիք էլ եւ նստածնեիք էլ Սերժ Սարգսյանին։ Չէ, թեթև չի ստացվում, որովհետև Քոչարյանը բերեց Նիկոլին, որ նստածնի Սերժին։ Լավ, ասենց հետաքրքիր չի, արի նայենք առաջին դեմքերով իրար տենց կուլտուրական գծելը։ Լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք։ Առաջինը հենց իրեն շեֆը ասեց, որ հանգիստ թողեք Քոչարյանին։ Ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Իմ լեքսիկոնում չկա շեֆ բառը, գուցե պատրոն, դոն, կապո, բայց ոչ շեֆ։ Իսկ այլա դրանից չկախվեն ջուր բարերից, այլ բովանդակության մեջ մտնենք, բովանդակություն։ Կարելի է, բայց չի ստացվում։ Այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկել, ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ։ Հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետևյալը, որ չեն կրակելու ժողովրդի վրա։ Իսկ ով ասում, որ պիտի կրակեիք։ Ընդհանրապես պետք է փորձել իրեն շրջանակներից գտնել մի մարդ եւ փորձել վիճակը հանգստացնել։ Ոնց որ 2008-ին արեց Քոչարյանը։ Դե այն ժամանակ կրակեցին, բայց Դե ժամանակ մեջները մարդ չկար, որ գտնեին ու հանգստացնեին վիճակը։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն փողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Սենց ասեմ, եթե մի կես տարի էլ շարունակվի այս փոխհրաձգությունը, էլ ձայներ փախցնելու կարիք չի լինի, որովհետև Նիկոլենք հանգիստ կանցնեն։ իսկ մենք ցենց եկանք հասանք impeachment-ին։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Սենց մի հատ տարօրինակ բան առաջարկեմ, իսկ գուցե այդպես հանդիպեք, նստեք, բացատրեք ինչու եք փորձում, որտեղ է հաշվարկը։ Դեսի փորձել են զանգել իրար, բայց մեկը չի հասկացվում։ Դե չի հասկացվում, թերվից հեռու բացատրվեք։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման անդուրջ է դա։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլոջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրությունը լուրջ բան է։ Համ սահմանադրությունն է լուրջ, համ impeachment-ն է լուրջ process։ Ու նայ ոնց է գերմանական ճշգրտությամբ այդ process-ը առաջ գնում։ Ըստ սահմանադրության։ Ես իհարկե ձեզ աղբար կրկցել չեմ պատրաստվում, բայց խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք կատարեք ձեր պարտականությունը եւ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Իսկ ինչ ուսապարկը փոխանցում այս հույժ կարևոր տեղեկությունը չամադաններին, նախկինազավրները շարունակում են վիճել։ Դե բայց դրական ազդակներ էլ կան։ Ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին ճշնամի չեմ համարում։ Եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել կուսակցական կոալիցիաներ, այո, պետք է ձևավորել։ Չպետք է նայես այդ ազնականին, մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, մեկ։ Դե այդ կոալիցիա ձևավորելու համար գուցե պետքա սենց սրաչերից խուսափել։ Մի հատ հստակ նպատակ է պետք ձևավորել։ Ես նպատակ չունեմ, եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանապողությունն է։ Դե ստեղ ուզում ենք հավատալ, բայց մի անգամ ասել եք, որ Ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ բայց ինչ եղավ հետո
շատ հուզիչ էր։ Հետո հավակնեց։ Հավակնեց ու կես։ Ստեղ զարմանալիորեն պետքա համաձայնվեմ Քոչարյանի հետ։ Հա, եթե այն ժամանակ Կարեն Կարապետյանին թողնեին գնար, գուցե քաքը ջրիերես ոչ էլ դուրս գար։ Իսկ միջ ընդդիմությունը իրար միս աուտում, այն մյուս ընդդիմությունը Ռուսաստանա քրվում եւ ոչ միայն։ Պարոն Բաբաջանյան, անցած անգամ այստեղ արտաքին գործերի նախարարության դիմաց ակցիա եք անում Լավրովի այցի դեմ, իսկ այժմ ակցիա եք անում, ինչպես տեսնում ենք, Ֆրանսիային շնորհակալություն եք հայտնում։ Կասեք, ակցիայի նպատակը որն է եւ ինչու է Ֆրանսիային։ Սա տրամաբանական շարունակությունն է նախորդ այս ակցիայի։ Քանի որ Ռուսաստանին արդեն հանեցինք, ռադարեցինք, հիմա այդ բացը լրացնում ենք Ֆրանսիայով։ Դե, գոնե հանդուրժող ու ցիվիլ ընդդիմությունա։ Կմտածեք դուք։ Այդ թուրք փախան, այ ռուս փախան, Եվրոթալիբանը չի սիրում, որ բողոքի ակցիայի ժամանակ, այդ ժողովրդավարական պորտկման ժամանակ ուրիշ ինչ-որ մեկն էլ է գալիս բողոքում, բողոքողների դեմ։ Դե եվրոպական արժեքները ջանասիրությամբ ցպնում Բաբաջանյանը շուրջ կողմը։ Եվրոպան այն է, որ բոլորը Բաբաջանի նման են մտածում, ով որ իր նման չի մտածում, թուրքա։ Թուրք։ Ֆրանսիաները մեզ կօգնեն։ Մեր կողքին եղել է Ֆրանսիան, մենք հիմա նախ երախտագիտության ակցիա ենք անում, ցույց տալու մեր շնորհակալությունը Ֆրանսիային, ինչպես նաև ուզում ենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատեն։ Նախ կոնկրետ ո՞նց է օգնել մեզ Ֆրանսիան, բացի հայերենով թվիթ անելուց, մի քանի բաստիոն ուղարկելուց, ու այն հոգեբանական, ինչը շատ կարևոր է, բայց հոգեբանական աջակցությունից Նիկոլին։ Մակրոնը նույնիսկ կնոջ հետ չի կարող դաշնակցային հարաբերություններ կառուցել։ Qu'est-ce qui se passe, mes amis? Աուչ, իրանք էին, չէ, ընտանեկան բռնությունը բացառում։ Բայց մյուս կողմից կարող է հասցրել էր Մակրոնը կնոջը ու չդիմացավ, ինչպես մեր ինտելիգենցիան այն հավաքի ժամանակ։ Սրա հետ համեմատ շատ թեթև վեճ էր Մակրոնենցը։ Դե հենց կնոջ հետ դաշինքը կնքի, կարա արդեն անցնի մեզ։ Մեզ պետքա բոլորի հետ լավ լնել, ինչպես Քոչարյաններ։ Քոչարյանը ռուսամետ, չի։ Ոչ, կոմպլեմենտարիզմ, այդ երբ դու ռուսամետ ես, բայց թորներդ կես Ամերիկայի citizen են, համ Պուտինն ա կուշտ, համ Տրամպն ա գոհ։ Իսկ այդ ընթացքում Գյումրիում եռում է LGBT սկանդալ։ Իրավապահները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ պատելություն չեն տեսել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերում ու մերժել են նրա դեմ վարույթի հարուցումը։ Ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Վարդան Ղուկասյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել էր, թե պատրաստ է գնդակահարել այն քահանային, ով առաքելական եկեղեցում կամուսնացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Ասել է, որ պատրաստ է, բայց չի ասել, որ 100% գնդակահարելու է, այստեղ մաքսիմում ինչ-որ բռնության խոսք կա մի փոքր։ Հե, երևի իրավապահները տեսել են Աննա Հակոբյանի վերջին գրառումներ ու հասկացել են, որ Ղուկասյանին է այդքան էլ ատելության չի այդ խոսքը։ Իրավապահները նշում են, որ Վարդան Ղուկասյանի սպառնալիքներն ու դրա հասցեատերը անորոշ են ու վերացական, հետևաբար այս սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չկա։ Ղուկասյանի դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանում տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավունքի կողմ հասարակական կազմակերպությունը։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունների առնչությամբ բողոք էր ներկայացրել նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Այս մարդը ոնց է հասնում, համ Լավրովի այցի ժամանակ ջրի մեջ մտնի, համ LGBT շահերը պաշտպանի, պետք է time management-ի սեմինարներ անցկացնի։ Ինքն էլ է կոմպլեմենտար, որովհետև լավ, բարձրաճրենք շաբաթվա ամենաթեժ թեմայով։ Համալիրում կազմակերպվել է Վիվարոյի սեփականատերերից մեկի Վահե Բադալյանի տղայի հարսանիքը։ Քննարկումների կենտրոնում էր հարցը՝ արդյոք կարելի է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող եւ մարզամշակութային միջոցառումների համար նախատեսված համալիրում մասնավոր խնջույք կազմակերպել։ Պատասխանը, այո, արախի չի կարանես, չէ որ էջմիածնի մեջ են հարսանիք արել, դա միջոցառումների անցկացման տեղ է։ Քանի որ մենք մի քիչ ավելի կաթոլիկ ենք, քան սաղ աշխարհը, եկեք բարձենք։ Մարզահամերգային համալիրը ինքը մարզահամերգային համալիր է։ Ինքը իվենտների համար նախատեսված մեծ
տարածք է, որը ճաշակի խնդիր է իհարկե ոնց անցկացնել։ Ինչ ճաշակ, չէ որ համալիրը կրում է Դեմիրճյանի անունը, որը կառուցել է այդ համալիրը միայն Թաթուլի համերգների համար։ Հա իսկ ում օքեյ չի որ հարսանիք են արել, բայց լրիվ օքեյ է որ կլկլոցով համերգներն է դա անցկացվում։ Հայաստանի վաստակավոր արտիստ դասական երգչուհի Աննա Մայլյանը տարակուսած է, թե ինչպես է շատ փողի արկայությունը հնարավորություն տալիս իր ձևակերպմամբ հատել սահմաններ։ Դե եթե Վիվարոյինն է, ուրեմն պարզ է, որ իրանց ամեն ինչ կարելի է։ Սիրելի Աննա Մայլյան, ամենայն հարգանքով, բայց մեր կյանքում լինում է, չէ, որ շատ լավ դասական երգչուհին կարա լինի, չէ, շատ վատ աստրոֆիզիկոս, չէ, կարա լինի, կամ շատ վատ քաղաքական վերլուծաբան, կամ շատ վատ համալիրագետ, Կամ մեկը լինի շատ խոստումնալից լրագրող, բայց վատ վարչապետ։ ամեն ինչ լինում է, դրա համար թող ամեն մեկը զբաղվի իրանով ինչից հասկանում է, դրա համար դուք մնացեք մեզ հետ, իսկ մենք գնանք անգլերեն դասավանդենք։ Օ, երկրորդ մասում զինվեք պոպկորնը, որտեղ պարզում ենք ոնց են տարել այդ $590,000 Վեդի ջրամբարը եւ իհարկե մի քիչ էլ Նարեկ Նալբանդյան։ Լավ լուր մեր անուշ գործընկեր JMC-ից Conquer բեռնատարները արդեն հասանելի են։ 7 տոննա բեռնատարողությամբ բեռնատար շասի։ Շատ հարմար ծանր ու արժեքավոր բաներ բեռնատանել բերելու համար։ Այո, պլյուս ամենամատչելին է Հայաստանի շուկայում։ Արեք եւ հանգիստ ծանրաբեռնեք։ Եվ այսպես դարի գործ է, որ $590,000 են գողացել, բացահայտվեց։ 700,000 չէ՞։ Հետո ասեն չէ, все-таки 590,000։ Որտեղից այդքան խառը տեղեկություններ։ Ոյ, դե դու կարծում ես, այդ է խառը տեղեկությունը, դու հələ նայ այս գողի սիլուետը ում է հիշացնում։ Սա քննչական կոմիտեի չերկիզվող պահարանից հափշտակված $590,000-ից 578,000-ն է։ Ինչպես ու ովքեր են կատարել աննախադեպ այս գողությունը, տեսախցիկներով վերականգնվել է թե ժամանակագրությունը, թե բացահայտվել հանցավոր սխեման։ Որտեղ է մերի տեսել այս մանդարին վաճառողի կեպկան, երևի մտածում եք դուք։ Որտեղ ենք մենք տեսել այդ մարդուն, ում վրա պիջակը գմփում է, չնայած ինքը մեզ համոզում է, որ անընդհատ հեծանիվ է քշում ու вообще շատ սպորտային է։ Հեծանիվ է քշում։ Դե սա ենթադրություն է իհարկե։ Ըստ մեղադրանքի գողությունը կազմակերպել է քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գորթ Հադևոսյանը։ Ես ասում եի, չէ, ներսի մարդ արի, ասում եի, չէ։ Նարեկ, դու տենց բան չես ասել, նախորդ հաղորդման ձայնագրությունը կա։ Հա, բայց ցանկացած գողությունից հետո պետք է մեկը հելնի ու վստահ ասի, արա ես ասում եի, չէ, դա ներսի մարդ արի։ Մուտք է գործել քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեում գտնվող մասնաշենք, մոտ 11 րոպե մնալով հանդերձ վերադարձել է իր բնակության հասցեն։ Երկրորդ անգամ Էդգար Գրիգորյանը կոմիտեը մուտք գործել արդեն մայիսի 20-ին ժամը 16:40-ի սահմաններում։ Ընդ որում ըստ մեղադրանքի հանցագործությունը քողարկելու հետքերը վերացնելու նպատակով դիմել է մի շարք միջոցների։ Մասնավորապես կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոցներ, նույնիսկ տանից դուրս գալիս արդեն նախապատրաստված կերպարանափոխվել է, նույնիսկ հարևանները չեն ճանաչել։ Ոնց էր կերպարանափոխվել։ Սենց։ Բաբաբաբամ։ Ու լրիվ ուրիշ մարդ է։ Ու հարցն է, եթե անգամ հարևանները չեն ճանաչում, բա ոնց է այդ քննչականի ախրաննիկը, որը հուսով եմ, որ ինքը գոյություն արի, ոնց է թողել, որ ասնի ինչ էր անում գործի տեղը, արմ կոմեդի էր նայում։ Էլ ինչ խորամանկ հնարքների ադիմել պրոֆեսոր Մարիարտին։ Իսկ իրեն նկատելի տեսախցիկների կողքով անցնելիս ձեռքով փակել է դեմքը։ Այսինքն այդ ինչ արել մեր հանճարեղը, սենց արել, սենց, հա։ Հələ ֆրա դեպի կամերա։ Հա, էլի, вообще ձև չունեին ջոգելու, որ գողա։ Համել մի քիչ թոփալ էր քայլում, որ կինոյի վերջում սկսեր ուղիղ քայլեր ու ջոգեին, որ այդ ինքն է։ Մեղադրյալը քննչական կոմիտեը մտել արդեն իսկ սիլիկոնե ու բժշկական դիմակներով, ակնոցով, ձեռքին սև պայուսակ։ Գրիգորյանը շենք մուտք գործելիս օգտվել է նախապես կրկնօրինակած անցակարտից։ Այն ըստ մեղադրանքի նրան տվել է քննչական կոմիտեի պաշտոնյան, որը պատկանել է իր ենթակա քննիչներից մեկին։ Մեղադրանքի համաձայն պաշտոնյան Գրիգորյանին է տվել նաև այն քննիչի աշխատասենյակի ու պահարանի բանալիները, որտեղ գտնվել է իր եղենապացույց $590,000։ Կադրերից երևում է, թե ինչպես է մեղադրյալը վերելակ կանչելիս մաքրել մատնահետքերը բարձրացել 6-րդ հարկ։
Ու եթե ձեզ թվում է, որ ուղղակի թալանելա իջելա գնացելա տուն, դուք մեր ռոմանտիկ գողի vibe-ը հələ չեք բռնել։ Մտել եմ միջանցք, նստել միջանցքում գտնվող բազկատորի վրա ժամը 16:40-ի սահմաններում։ Այսենց է պետք թալանել $500,000 առանց շտապելու, chilly, на расслабоне, casual։ Հա, ու հենց այնպես չի նստել, սա այդ խորը պլանի ռազմավարական մասերից մեկն էր։ Այնուհետև նստել եւ սպասել մինչեւ աշխատանքային ժամն ավարտվել, աշխատակիցները դուրս են եկել, մնացել մինչեւ առավոտյան 05:20 րոպեին։ Հենց լուսադեմին էլ կրկնօրինակած բանալիով մտել է քննիչի աշխատասենյակ, բացել չրկիզվող պահարանի դուռը, վերցրել գումարը։ Պատրանք ստեղծելով, որ իբրև վնասել է չրկիզվող պահարանի փակոցները, միջոցներ է գործադրել դրանք վնասելու ուղղությամբ։ Mirë, պաստորեն 12 ժամ ընդեղ է անցկացրել։ Հա ինչ։ Դե 12 ժամվա ընթացքում մարդ ունենում է կարիքներ։ Սեքս։ Չէ, դա porno հետ հաստատ վերցրած կլեր։ Նկատի ունեմ, ոնց ասեմ, չիշիկ։ Հա, դու մեր գողին մի աչքով ես նայում։ Տվյալ անձը իր հետ վերցրել է տարա, որտեղ հետքերը թաքցնելու նպատակով նաև բնական կարիքներ հոգացել է տվյալ տարա։ Տեսակ կոմենտներում ակրում եք, մի գոռացեք, մարդը լսեց։ Շտապ ես մարդուն համաներումով ազատել։ Mirë, իսկ եթե այն մյուսից ուզենար, մյուսից ո՞րն է, ինչ։ դե ասենք համար 2 ուզենար այդ սպասելու ընթացքում։ Այդ որ համար 2-ը ո՞րն է։ Դե բնական կարիքների չիշիկը չէ այն մյուսը։ Դեմբո, այդ հասկացել էի, դետել էր հոգացել նախորդ օրը այսպես մի հատ կլիզմա էր արել։ Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում։ Անմիջապես հանցանք կատարած անձը չի մեկնել տուն, այլ տարբեր տաքսիների միջոցով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, այսինքն շրջանցելով, այլ կերպ թաքցնելով հետքերը, այնուհետև տեղափոխվել է իրանց տուն։ Դե բայ իհարկե, բա մի հատ գառնի, գեղարդ, մի հատ Գյումրի ա մտել, սենց քյալայա կերել, ռակի, քյաբաբա կերել, Դիլիջան ու Ծաղկաձոր չի մտել, որովհետև անգամ հենց նոր գողացած $590,000-ով մեկա մի քիչ թանկ է։ Ու չնայած դրան իրավապահների երկար ձեռքերը նրան բռնեցին։ Մեքենայի բնակարանի խուզարկությամբ, ինչպես նաև վարույթային այլ գործողությունների միջոցով հայտնաբերվել է գողացված ապացույցի մեծ մասը՝ $578,000։ Հա, շատակի մտել է Ծաղկաձոր ու Դիլիջան։ Դե ոնց չմտնես։ Լավ, անցնենք այլ թեմաների։ Լրագրողները շարունակում են նախանձել նորաստեղծ եւ հիպեր հաջողակ գործարար Նարեկ Նալբանդյանին։ Ինչու է նախկին վարչապետ ազգային ժողովի նախագահ Աբրահամյանի որդուն պատկանող առանձնատան գործը քննվում 3 տարի ու առանց արդյունք։ Ինչպես է ստացվում, որ կասկածելի պայմաններում խորհրդանի շենքի նմանությամբ կառուցած առանձնատան նոր սեփականատերը դարձած նորահայտ գործարարն ընդլայնում է իր բիզնեսն այնպիսի միջավայրում, որից դժգոհում են երկարամյա գործարարները։ Որտեւ այս գործարարը բոլորից հաջողակ է, կարող է սկսել է կրթվել միջև շուխուրը անգել, որ կրթվելը նորաձև է։ Կամ կարող է ուղղակի տաղանդ ունի։ Հա, էլի խեք, մի անգամից էս քրտ տաղանդի պահը բացառում։ Հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը մի պատասխան ունի՝ համակարգային կոռուպցիա, ոչ թե ցանցային, ինչպես մեկ ամիս առաջ պնդել էր վարչապետ Փաշինյանը։ Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի այդպիսի տղակար, որի բիզնեսը ծաղկում էր, հետո հայտնվեց Քոչարյանի ժամանակ մեկ այլ տղա, որի բիզնեսը սկսեց զարգանալ, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ էլի տղաներ հայտնվեցին, որոնց բիզնեսը այդպես զարգացավ, հիմա էլ Փաշինյանի օրոք էլի տղաներ են հայտնվում, որոնց բիզնեսը զարգանում է։ Transparency-ն ակնարկում է, որ ինչ որ բան ստեղ transparent չի, Transparent չի ասելու բրծար, ստեղ լիքը բան ապա transparent է։ Մինչ իրավապահները 3 տարի է փորձում են պարզել, ինչպես ստացվեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոնումենտի դղյակը հապշտապ հանվեց կալանքից ու 2.5 միլիարդ դրամով վաճառվեց նորահայտ, ըստ մամուլի իշխանամերձ գործարար Նարեկ Նալբանդյանին, վերջինս ընդլայնում է իր բիզնեսները։ Առանձնատուն արգելանքի տակ էր 2020 թվականից։ Դատախազությունը քննում էր, ինչ միջոցներով եւ ինչպես է նախկին վարչապետն այն կառուցել, բայց քննիչն այն հանել էր արգելանքից ու թույլատրել վաճառքը։ Կին Թովմասյան, հենց ձեր նշած հարցի շուրջ է քննությունը։ Հովիկ Աբրահամյանի տան մասով այդ նույն արգելադրման հետ կապված։ Եվ ինչպես պնդում էր գլխավոր դատախազան Նավարդապետյանը, որպեսզի որևէ տվյալ չխանգարի քննությանը, իրավապահներն այս գործը քննում են գաղտնի ընթացակարգով եւ չեն ասում, ինչու 3 տարի անց քննիչը մեղադրյալ չէ։ Ես ունեմ ավելի սուր հարց։ Ապա ինչի այս ՀԱ ինիցիալներով զինանշանի հեղինակը միջև հիմա մեղադրյալ չի։
Հետո երբ հարց առաջանա ինչու եղավ 18 թվի հեղափոխությունը, հիշեք նաև այս զինանշանը։ Այլ թեմաներ։ Սահակյան շինը հիշում եք բոլորդ, վերջերս նշեցինք կամ տոնեցինք Ծիծեռնակաբերդի խճուղու փլզման երրորդ այլցը, բայց դա միակ մեծ նախագիծը չի, որը Սահակյան շինը պրավալ է տալիս։ Խոսքը իհարկե Վեդիի ջրամբարի շինարարության մասին է, որը հետաձգվել է ավելի շատ, քան Նարեկի այցը դանտիստի մոտ եւ Ծիծեռնակաբերդի խճուղու շինարարությունը միասին վերցված։ Ես ուշ եմ գնում բարմալ, բայց որպեսզի ասես լրիվ պատկերացնեք այս թեման ինչքան հին է, այս դրա շինարարության մասին հայտարարում էր դեռ այս դյադը։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնեց, որ մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար տարածք։ Հեղափոխությունից հետո 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Սահակյան շինը հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում։ Դե իսկ եթե Սահակյան շինը ասում է, որ ինչ-որ բան մեծ թափով է իրականացնում, ուրեմն զինվեք համբերությամբ։ Ջրամբարը հայ-հայա բացումը արտահայտությունը արդեն դիմել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։ 2020 թվականին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի մարտին։ Իսկ ինչ է լինում, երբ շինարարությունը խոստացված ժամկետներում չի ավարտվում։ Դե երևի ինչ-որ տույժեր են կիրառում կամ փողը չեն տալիս։ Բրավո, Սերգեյը գուշակեց, երկու կետերներ ճշգրտությամբ մենակ մի հատ բացառություն կա։ Մեր կառավարությունը արեց ճիշտ հակառակը։ Շինարարությունը չավարտվեց, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 միլիարդ դրամի բյուջետային վարկ տրամադրել Սահակյան շին ՓԲ-ին Վեդիի ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով։ Բացի այդ, Սահակյան շին ՓԲ-ի տույժ տուգանքները ավելի քան 29 միլիոն եվրո մեղմացնելու որոշում կայացրեց, պայմանով, որ աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։ Եկավ 2023 թվականը ու հիմա շատ ուժեղ սպոյլեր կանեմ, եթե ասեմ, որ չի բացվե։ Սպոյլեր չի ստացվի, նույնիսկ եթե ասես, որ 24 թվին եւս չբացվեց։ Այս մարդիկ ավելի շատ են սխալ կանխատեսում արել, քան Եհովայի վկաները։ Եհովայի վկաները 7 անգամ կանխատեսել են աշխարհի վերջը ամսաթվով բանով, ու դե չի եղել, էլի ոնց որ։ Ինչպես նաեւ Վեդիի ջրամբարը Եվ 2021-ին, որ պիտի բացումը լիներ, հետաձգվել է 2022 թվականին, 2022-ից հետաձգվել է 2023 թվականին, 2023 թվականի հուլիսին հետաձգվել է մինչև դեկտեմբերի 31 եւ հետո 24 թվականի գարնանը Գնել Սանոսյանը հայտարարեց, որ էլ պիտի բացվի, բայց մինչև հիմա ամբողջական ջրամբարը բացված չէ։ Թե վերջի վարիանտ Նարեկ Նալբանդյանը մի 20-25 հազար դոլարով կառնի այդ ջրամբարը, բայց վարկով, չէ՞։ Չէ, հոսախ փողը չի բերելու տա, հա, մնացեք մեզ հետ։ Լավ լուր արագություն սիրող արևասերների համար Solar Holding-ում արևային կայանը տեղադրում են ոչ ուշ քան 30 օրում։ Մինչ դուք մտածում եք տեղադրել արևային կայան, թե չէ ձեր հարևանը արդեն հոսանքին գումար չի վճարում։ Հետ մի ընկեք ձեր հարևաններից, դիմեք Solar Holding կայանի համար հենց հիմա։ Այո, արևը մենակ հարևանի համար չի շողում, թող մի քիչ էլ ձեր համար շողա։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Հուսով եմ բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ Հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց,
Solar Holding-ից արևային պանելներ եմ արել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում եկեք դիտենք օրվա վիդեո բոցը։ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի տեխնացու են առաջադրել Էդուն Մարուքյանին, ինչ կարծիք ունեք։ Դժվար ասել, ես օրինակ համար ասեմ, մեր համաազգային ունեցող Արմեն Գևորգյանին էլ էին նշանակել, մենք էլ ենք էլի Արմեն Գևորգին։ Տարան ասեմ, իրանց տենց անձան չեմ ճանաչում, ասենք անձնական էլ է ինստիտուտը, որտեղ մեր օրինակ համար Արմեն Խաչատրյանը ազգային ժողովի նախագահն էր։ Տնաս ինչ էր ասեմ Մակրոնը, որ տենց լացած։ Իջավ Բերնին։ Երևի ասել էր այդ տղա։ Մանկավարժ կին։ Կինը տա մանկավարժ է, ինքը գիտի, որ Իրանից տարիքով մի 20 անգամ փոքր մարդան չի կարելի տենց։ Չի կա մեծերի կողքը, բայց ինքը ուրեմն մեծի։ Ուրեմն հասցրել էր։ Ուր էր տվել ինչ որ մի Ուրեմն Ֆրանսուան հասցրել էր։ զանգը տվել էր, ինքը վեր էր թրել, չգիտի որ զանգը տարեց կանանց համար է։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։